Պարոն Սեֆիդյան, ինչու է Պևերը, այո, ներվում ենք, ինչու է Պևերը ամեն ինչ սկսում այստեղից մայրաթորից, իր քարոզարշավի։ Վստահաբար պատճառը դարձավ մեկ տարի առաջ մոտավորապես լայնամասշտաբ հարձակումը, որը սկսվեց մեր եկեղեցու վրա, այսինքն մեր ինքնության վրա, հավանաբար այդ էր պատճառը, որ մենք այս օրերին մտածեցինք այստեղով սկսենք, ինչ-որ չափով այս սուրբ վայրի հետ նաև շփվելով հսկայական ինֆորմացիա կա այստեղ, բոլորիս հարազատ շփվենք այս ինֆորմացիայի հետ, այս սուրբ ինֆորմացիայի հետ ուժ ստանանք եւ քիչ առաջ ասում էի, հիմա կրկնեմ, ես վստահ եմ, որ այս հարձակումը մեր ինքնության վրա մեզ ավելի ուժեղացնելու է, ինչպես ասում են, այն հարվածը, որ քեզ չի սպանում, ապա քեզ հաստատ ուժեղացնում է, այսինքն թուրքական կողմի նպատակը, որ պետք է հասներ արդեն, իրենք որոշել են մինչ այսօր պետք է կաթողիկոս այստեղ չլիներ, իրենց ուզած մարդուն արդեն նշանակած լինեն, ինչպես բոլորս ականատեսն ենք, դա տեղի չունեցավ, ես վստահ եմ, որ ոչ մի արդյունքի չեն հասնելու նրանք, ավելին մենք ամրանալու ենք այս ամենը առիթ դարձավ, որ մենք ներքին մենք ներահայաց մենք մեզ նայենք դեպի ներս նայենք անձնապես եւ նաեւ որպես ժողովուրդ, որպես ազգ, իրոք որտեղ մենք ամեն ինչ վերաիմաստավորելու խնդիր ունենք, հաստատ մեր ներուժը, մեր ժողովրդի, մեր ազգի ներուժը այն չէ, այնինչ այսօր տեսնում ենք։ Հաստատ մեր ներուժը շատ կազմակերպված, հզոր պետություն ստեղծելու ներուժը մենք ունենք, մեզ մնում է, ինչպես ասեցի, նորից մենք մեզ գտնենք, այս ամեն ինչը պատճառ թող դառնա, որ շուտ մենք մեզ գտնենք եւ անցնենք գործ։ Շնորհակալություն։ Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն, սա Պևերի կարգախոսն է, Քվեաթերթիկ համար 8, սիրելի հայրենակիցներ։